Բարի լույս, եթերում Ամերիկայի ձայնն է։ Ամերիկյան ոստիկանի կերպարը շատերին օրենքի արդար և ուժեղ պահապանի է հիշեցնում, սակայն այդ պահապանը շատ հաճախ լինում է նաև բարի։ Դրա մեջ համոզվեց Վիսքոնսին նահանգի մի ուսանող, ով քոլեջում կայանալիք ելույթից առաջ շտապում էր գտնել մեկին, ով իրեն կօգներ փողկապը կապելու հարցում։ Նոյեմբերի 30-ին Մենոմոնիի ոստիկանական բաժանմունքի ոստիկան Մարտին Ֆոլչիկը արագությունը գերազանցելու համար կանգնեցրեց Վիսկոնսինի համալսարանի ուսանող Թրևոր Քինիի մեքենան։ Ոստիկանը ստուգեց ուսանողի բարորդական փաստաթղթերը, զգուշացում տվեց, բայց նաև օգնեց կապել նրա փողկապը ինչպես հարկն է։ Քինիի խոսքերով նա այդ օրը ստուգարկը հաջող անցնեց ու բարձր միավորներ հավաքեց։ Ավելին, նրան այնուհետև հրավիրեցին ոստիկանական բաժանմունք փողկապ կապելու դասընթացի, եւ նույն ոստիկանը սովորեցրեց Թրևորին փողկապ կապելու արվեստը։ Մեր մյուս պատմության հերոսների նկատմամբ օրինապահները դժվար թե բարիություն ցուցաբերեն։ Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաներից նվերներ գողանալը ապշեցրել էր բոլորին։ Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաներից նվերներ գողանալը ապշեցրել է ժպիտներ պարգևող այս կազմակերպության կամավորներին։ Քննիչի խոսքերով այս նկարում պատկերվածը չէ իրական Գրինչը, այլ այս մեկը։ Սա Թեմի Սթրինգլանդն է։ Ոստիկանների խոսքով նա մանկական խաղալիքների պատվերի 29 կեղծ դիմում է ներկայացրել 140 երեխայի համար։ Քննիչը ապշել է, որ Թեմին Քադիլակ է վարում, պետությունից ամսական $511 օգնություն ստանում եւ դիմում է նման կեղծարարության։ Սթրիկլանդի տան հետախուզության արդյունքում հայտնաբերել են նույն կազմակերպությունից ստացված խաղալիքներ, որոնք նա ապօրինաբար ձեռք է բերել նախորդ տարի Սուրբ Ծննդյան տոներից առաջ։ Թե Դորոթին, թե մյուսները ապշած են, որ մարդը ունակ է նման արարքի։ Այժմ Թեմին ճաղերի հետևում է, իսկ նվերները վերադարձվել է ժպիտներ պարգևող կազմակերպությանը, ով այն կհասցնի կարիքավոր երեխաներին։ Միացյալ Նահանգներում, որտեղ նվերները տալիս են ոչ թե ամանորին, այլ Սուրբ Ծնունդին, միլիոնավոր մարդիկ դեռ շտապում են վերջին օրերին առցանց գնումներ կատարել։ Նախքան Սուրբ Ծնունդը մնացել են հաշված օրեր, սակայն միլիոնավոր մարդիկ դեռ շտապում են վերջին րոպեին օնլայն գնումներ կատարել։ Ճիշտ է, այսօր առաջին կարգի փոստային ծառայությամբ փաթեթներ ուղարկելու վերջնաժամկետն է, բայց դեռ հնարավոր է հասցնել Ամազոնի եւ այլ հավելվածների միջոցով գնումներ կատարել եւ առաքել նախքան Սուրբ Ծնունդը։ Այս տարի շուրջ 750 միլիոն փաթեթներ են ուղարկվում նախքան Սուրբ Ծնունդը։ Ամազոնի ներկայացուցչի խոսքերով իրենց կայքով փաթեթները դեռ հնարավոր է ստանալ 2 օրվա ընթացքում, բայց հարկավոր է նախապես գրանցվել այս ծառայության համար։ Վերջին տարիներին մարդիկ ավելի ու ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում, ոմանք համացանցում նույնիսկ սեր են փնտրում, բայց կան նաև նրանք, ովքեր նախընտրում են ավանդական եղանակը։ Շատերը այսօր համացանցում սեր են փնտրում, բայց կան նաև մարդիկ, ովքեր նախընտրում են ավանդական մեթոդները։ Ջորջ Քինգը չէր ցանկանում Սուրբ Ծննդյան օրը նորից մենակ անցկացնել։ Ընկճախտը ստիպեց նրան դիմել որոշակի քայլի, եւ նա փողոցում հայտարարություններ փակցրեց։ Փնտրում եմ այդ հատուկ մարդուն ուղերձով։ Փնտրում եմ ընկերուհի կամ կյանքի ընկեր 23-ից 45 տարեկան։ Ջորջ Քինգ։ Նա իր հեռախոսահամարը ներառեց այս հայտարարության մեջ, բազմացրեց ու տարածեց Ջոփլին քաղաքով։ Երբ Քերոլ Քինգը տեսավ այս հայտարարությունը, չհավատաց աչքերին։ Քերոլը զանգեց նշված հեռախոսահամարով, բայց սկզբում ժպտաց, քանի որ նրան թվաց, որ ինչ-որ մեկը իր գովազդն է անում ընկերուհի գտնելու համար։ Նա նույնպես իրեն մենակ եւ տխուր էր զգում, քանի որ տոներից առաջ կորցրել էր հորը։ Այդ իսկ պատճառով Քերոլը չվարանեց եւ զանգահարեց նշված համարով։ Նրա խոսքերով այս ամբողջ պատմությունը Սուրբ Ծննդյան հեքիաթի էր նման։ Քերոլին ապշեցրել էր անհայտ տղամարդու անունը, քանի որ իր հանգուցյալ հորանունը նույնպես Ջորջ Քինգ էր։ Նրա համար Սուրբ Ծննդյան հրաշքը իսկապես անբացատրելի եւ մոգական խորհուրդ ունի, եւ նրա համոզմամբ կյանքում ոչինչ հենց այնպես չի պատահում։ Բարեկամներ, այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մնացեք առողջ ու երջանիկ եւ վայելեք ամանորի հեքիաթը եւ Սուրբ Ծնունդի հրաշքները։ Եթերում էր Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։